Ղուկաս 19 Հիսուս և Զաքքեոս Մաքսապետը Եվ Հիսուս մտել էր Երիքով ու շրջում էր, և ահա մի մարդ, Զաքքեոս անունով, որ Մաքսապետ էր ու մեծահարուստ, ուզում էր տեսնել, թե ով է Հիսուս, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր, և առաջ վազելով բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։ Երբ այդ տեղը եկավ, Հիսուս վեր նայեց և ասաց. «Զաքքեոս, շտապ իջիր այդ տեղից, որովհետև այսօր պետք է, որ ես քո տանը գիշերեմ»։ Զաքքեոսը շտապեց իջավ և նրան ընդունեց ուրախությամբ։ Երբ ամենքը այս տեսան, տրտնջում էին և ասում, թե մեղավոր մարդու մոտ մտավ գիշերելու։ Իսկ Զաքքեոսը եկավ կանգնեց և ասաց Տիրոջը. «Տեր, ահա իմ ինչքերի կեսը կտամ աղքատներին, և եթե որևէ մեկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է, որովհետև մարդու որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։ 10 մնասների առակը։ Եվ մինչ նրանք լսում էին այս, Հիսուս մի առակ էլ ավելացրեց նրա համար, որ ինքը մոտենում էր Երուսաղեմին, և նրանք կարծում էին, թե Աստծո արքայությունը շուտով հայտնվելու է։ Նա ասաց. «Մի ազնվական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար, և կանչելով իր ծառաներին, նրանց 10 մնաս տվեց և ասաց. «Շահարկեցեք դրանք, մինչև որ գամ»։ Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան։ Պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրա թագավորի»։ Եվ ազնվականը վերադարձավ իր թագավորությունն նստացած և կանչեց այն ծառաներին, որոնց տվել էր դրամը, որպեսզի իմանա, թե ով ինչ էր շահել։ Եկավ առաջինը և ասաց. «Տեր, քո մեկը մնասը 10 մնաս բերեց»։ Եվ Տերը նրան ասաց. «Ազնիվ և բարի ծառա, քանի որ այդ փոքր բանի մեջ հավատարիմ եղար, իշխանություն ունեցիր 10 քաղաքների վրա»։ Եկավ երկրորդը և ասաց. «Քո մեկ մնասը 5 մնաս բերեց»։ Տերը նրան ասաց. «Դու էլ 5 քաղաքների վրա»։ Մյուսն էլ եկավ և ասաց. «Տեր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ ծրարած պահում էի, վախենում էի քեզնից, որովհետև խիստ մարդ ես, վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես սերմանել»։ Եվ Տերը նրան ասաց. «Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարիմ ծառա։ Գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, և հնձում եմ, ուր չեմ սերմանել։ Հապա ինչու իմ դրամը լումաափոխներին չտվիր, որպեսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջեի այն»։ Եվ սպասավորներին ասաց. «Վերցրեք դրանից մեկ մնասը և տարեք տվեք նրան, ով 10 մնաս ունի»։ Եվ ծառաները ասացին նրան. «Տեր, արդեն նա 10 մնաս ունի։ Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի։ Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերեք այստեղ և սպանեցեք իմ առաջ»։ Եվ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղեմ ելնելու համար։ Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Եվ երբ մոտեցավ Բեթփագեին
եւ Բեթանիային, այն լեռան մոտ, որ կոչվում էր Ծիթենյաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին եւ ասաց. «Գնացեք այն գյուղը, որ մեր դիմացն է։ Երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել։ Արձակեցեք այն եւ բերեք։ Եվ եթե մեկը ձեզ հարցնի, թե ինչու եք արձակում, նրան այսպես ասացեք. իմ տիրոջը պետք է։ Երբ գնացին նրանք, որ ուղարկվել էին, գտան այնպես, ինչպես ասել էր նրանց։ Ավանակը կար, եւ մինչ ավանակն արձակում էին, նրա տերերը ասացին նրանց. ավանակն ինչու եք արձակում։ Եվ աշակերտները ասացին. իր տիրոջը պետք է։ Եվ այն բերին Հիսուսի մոտ, զգեստներ գցեցին նրա վրա եւ Հիսուսին նստեցրին։ Եվ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա։ Եվ երբ նա մոտեցավ Ծիթենյաց լեռան զառիվայրներին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ եւ բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն կատարված բոլոր զորությունների համար, որ տեսան, եւ ասում էին. օրհնյալ է այդ թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով, խաղաղություն երկնքում եւ փառք բարձունքներում։ Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի մեջից ասացին նրան. Վարդապետ, սաստիր քո աշակերտներին։ Նա պատասխանեց եւ ասաց. ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն։ Ողբ Երուսաղեմի։ Եվ երբ մոտեցավ տեսնելով քաղաքը, լաց եղավ նրա վրա եւ ասաց. գոնե այս օրերին գիտենայիր դու քո խաղաղությունը, բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից, որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնահատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մեջ քո որդիներին եւ քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր։ Տաճարում առևտուր անողների վտարումը եւ տաճար մտնելով սկսեց դուրս հանել աղավնեվաճառներին ու գնողներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. գրված է. իմ տունը պետք է աղոթքի տուն լինի, իսկ դուք ավազակների որջերի եք վերածել այդ։ Եվ նա ամեն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրենսգետները եւ ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում նրան կորստյան մատնելու, բայց չէին գտնում, թե ինչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը նրանով տարված լսում էր նրան։